Փշալարերի այս երկայնքը Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի արևմտյան կողմում հիշեցնում է։ Այստեղից եզրագծվում է հայ-թուրքական սահմանը։ Շուրջ 8 կիլոմետր երկարությամբ ձգվող սահմանը տարվա մեջ բացվում է ընդամենը 3 անգամ։ Փշալարերից այն կողմ Հայկաձորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Եկեղեցին շարվածքի քարի գույնով պայմանավորված առավել հայտնի է որպես կարմիր վանք։ 1920-ականներից վանքը Փշալարերի մեջ է։ Դեպի եկեղեցի ազատ ելումուտն արգելվում է։ Տարին միայն 3 անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներին Շիրակի թեմի միջնորդությամբ ռուս սահմանապահների վերահսկողությամբ հատուկ ամրագրված ժամերին հայ ուխտավորները հնարավորություն են ստանում վանք մտնել։ Երբ համայնքում խոսեցինք դեպի այստեղ ուխտագնացության մասին, բոլորը միահամուռ կերպով համաձայնվեցին եւ միացան մեզ։ Մոտ 50 ուխտավոր եկանք Նուբարաշյանից, ճանապարհին նաեւ մեզ այնիշն էր հետաքրքիր, որ տարբեր բնակավայրերից մեզ միացան ուխտավորներ եւ միասին եկանք։ Սա խոսում էր նրա մասին, որ հետաքրքրությունը ժողովրդի մեջ դեպի այս սրբավայր այսօր հենց այստեղ գտնվելու շատ մեծ է։ Կարմիր վանքը գմբեթավոր շինություն է, եռանկյունաձև խորշերով, կարմրավուն տուֆի սրբատաշ քարերով։ Կառուցվել է 9-ից 10-րդ դարերի վերջում, երբ ծաղկում էր Բագրատունյաց Հայաստանը քաղաքամայր անիով։ Եկեղեցին չնայած վտանգավոր ճեղքերին կանգուն է։ Այն տարիներ շարունակ զրկված է եղել իր պատմական մեծարժեք խաչից, որը վերջին տարիներին տեղափոխվել է Գյումրի եւ տեղադրվել 7 վերք եկեղեցու բակում։ Մեր ամբողջ հովությունը գտնվում է անին սահմանակից վայրում եւ այս եկեղեցին, մնացած եկեղեցիները բոլորը գրեթե անի եկեղեցիների նմանությամբ են կառուցվել կամ հենց եղել են այդ ժամանակաշրջանի եկեղեցիներ եւ իմ երազանքը եւս եղել է անին տեսնելը։ Մենք նաև հնարավորություն ենք ունեցել Խարկով գյուղում գտնվելու, այն նույնպես գտնվում է ռուս սահմանապահների հսկողության տակ եւ այնտեղ մուտքը եւս պետք է հատուկ անցակետով լինի։ Այնտեղից պարզ երևում է անին, ինքս էլ գրելով անի անունը ինձ համար այս տարածքում գտնվելը շատ հուզիչ է, շատ պարտավորեցնող է։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապտոնին Հայկաձորի սրբավայր էին եկել ոչ միայն հայկաձորցիներն, այլ նաև տասնյակ ուխտավորներ հանրապետության տարբեր շրջաններից։ Սուրբ Պատարագը մատուցեց Իսահակյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարդարյանը։ Մենք մեր եկեղեցիներով գծել ենք սահմանները եւ ցույց ենք տալիս, որ անգամ այն ինչ որ այս պահին մերը չէ, բայց ժամանակին եղել է մերը եւ վերահաստատում ենք մեր ուխտը եւս մեկ անգամ Աստծո հետ, հույս ունենալով, որ կգա մի օր, որ մենք Սուրբ Պատարագի մասնակից կդառնանք, լինելով սահմանից ներս մեր սահմաններում եւ կարիք չենք ունենա ինչ-որ անցակետեր անցնելու։ Երբ որ նայում եմ սահմանին, այնտեղ տեսնում եմ թուրքական դրոշ, ինձ համար շատ ցավալի է։ Ու կարծում եմ մեր բոլորի սաղոթքն է, որ այսօր մենք կազմում ենք երիտասարդաց միությունը, այսօր մենք երիտասարդներն ենք, վաղը մեր երեխաները գոնե կարողանան իրենց հայրենիքում իրենց եկեղեցիները ազատ այցելել, իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված։ Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված 3 հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է։ Տոնը մեծ պահքի եզակի օրերից է, երբ պատարագը մատուցվում է բաց խորանով, հավատացյալներին բաշխվում է Սուրբ հաղորդություն։ 3-ժամյա թույլտվությունից հետո Փշալարերով սահմանափակվեց հավատացյալների մուտքը դեպի սրբավայր, սակայն Կարմիր վանքը Փշալարերից անդին 1001 եկեղեցիների քաղաքի լուռ վկայությունն է։ Զարա Կարենի, Գևորգ Հավաքյան, Եկեղեցական կյանք։